Համացանցում հայտնվել է հայտարարության տեքստ, որի տակ ստորագրել են եպիսկոպոսներ, դիմելով հանրությանը մայրաթոռը մաքրելու վեհափառից եւ Արշակ Սրբազանից։ Ուր է տանում այս ամենը։ Եթե ամենից մնան են ցանցարական Նիկոլ Փաշինյանը այս կռիվը հաղթել է։ Ոչ հաշվով այն ռազմավարական նպատակը, որ ինքը ունի, ինքը ցանկացած երկում հաղթում, որովհետև օրինակի տարբերություն եկեղեցական գործիչների, ովքեր կուզենան, որ եկեղեցում իշխանություն փոխվի, ու այդ նույն ռեսուրսներն ունեցող եկեղեցին իրանց ձեռքում հայտնվի։ Նիկոլ Փաշինյանի համար դա անհրաժեշտություն չի, որ պարտադիր իր մարդը եկեղեցու գլխին։ Նիկոլ Փաշինյանին ուրիշ բան է պետք, որ եկեղեցին չլինի այն սուբյեկտը, որը կա։ Այդ պայմաններում իրան ոչ թե կողմից որևէ մեկի հաղթանակն է պետք, այլ մինչև վերջ խորացնել այս կոնֆլիկտը, հակասությունը, տրոհումը, որպեսզի վերջում եկեղեցին որպես ինստիտուտ կամ դադարի գոյություն ունենալ, կամ հոգեհանգստի սեղանի շուրջ հանգուցալի հոգեհանգստության համար կենաց խմող աշխատի։ Ինչու են եպիսկոպոսները ստորագրել այս հայտարարության տակ։ Ենթադրում եմ տարբեր պատճառներ ունեն, որոնց որևէ մեկը բարոյական պատճառ չի։ Ինչ-որ մեկին վախն է առաջնորդում, ինչ-որ մեկին մորթապաշտությունը, ինչ-որ մեկին ավելին ունենալու գայթակղությունը, երրորդ սեփական մեղքերն ունի, որի մասին տեսանյութ չի ուզենա տեսնել։ Իսկ ինչու է իշխանությունը հենվում հակասական ընկալումներ ունեցող հոգևորականների վրա։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը կոնկրետ նպատակ ունի, որը ուզում է լուծի։ Այդ մարդը ուզում է չունենա իր առջև խոչընդոտ հանդիսացող եկեղեցի, որը իր օրակարգերից դուրս որևէ այլ օրակարգերի համար գործունեություն է ծավալում, լեգիտիմություն ունի, մի բան էլ իր վարած քաղաքականությանը հաու չէ ասում, հավանության կամ մերժման ժեստ է անում, չի ուզում այդ մարդը այդպես կազմակերպություն, կառույց գոյություն ունենա։ Ու այդ ճանապարհին, տեսեք, մեր խնդրեմը այն է, որ մենք երևույթներին նայում ենք բան տեսանկյունից, եկեղեցու լավագույն շահը ցանկացող քաղաքացու տեսանկյունից ենք մենք նայում, այսինքն որ եթե պետք է առողջացնեն, ինչի են անառողջ մարդկանց վրա հենվում այդ առողջացման process-ում, բայց չէ Նիկոլ Փաշինյանը բացարձակ ուրիշ նպատակ ունի, ինքը չի ուզում առողջացնել եկեղեցին, ինքը ուզում է քանդի եկեղեցին, որտեղ եկեղեցին խնդրեմ է իր համար, այնց որում այդ սեղանի շուրջ նստած մարդկանցի ցանկացած ղեկավարությամբ ուզում է, ասենք, բան, տանեն այդ մարդկանցից մեկի վրա պուլտ դնեն, պուլտը տան Նիկոլ Փաշինյանի դերը, մեկը եկեղեցին խնդրեմ է իր համար։ Այս դեպքում ինչ պետք է անի կաթողիկոսը։ Ես զուտ կենսաբանական իմ տարիքով անգամ երկու անգամ քիչ փորձ ունեմ կաթողիկոսից, եկեղեցի կառավարելու փորձառությունս էլ զրոյի ածկտում։ Ամեն մեկը ոնց որ պետք է զբաղվի նրանով, պրակտիկ զբաղվի նրանով, ինչից հասկանում է։ Բայց այս հարցն ավելի շատ քաղաքական չէ, քան հոգևոր։ Մի բան կարամ ես ասեմ, որ սա հաստատ այն դեպքը չի, երբ հանգիստ նստած սպասելով գետը կբերի թշնամուտ դիակները, այդ ինչ հիմնական իմաստությունը այս դեպքում չի գործում։ Ժամանակ աշխատում է եկեղեցու դեմ, եւ եթե նախաձեռնող քաջություն չդրսևորվի, Նիկոլ Փաշինյանը հաղթելու այս պայքարը։ Եվ այդ հաղթանակը որևէ կերպ կոմպրոմիսային չի լինելու, այսինքն այնպես չի լինելու, որ մի քիչ էլ եկեղեցու շահերը պաշտպանվեն։ Լուծումներ պետքա գային երկրորդը մտածի, թե որն այն ամենահավանական հնարավոր տարբերակը, որոշակի կոշտություն եւ որոշակի դիվանագիտություն ցուցաբերելով այս իրավիճակից թեկուզ կորուստներով, բայց եկեղեցին պահպանած դուրս գալ։ Ինչ տեսք է ունենալու Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը ունենալու է հետևյալ տեսքը, եկեղեցին լինելու է անատամ, ոչ հոգևոր մի կառույց, ամբողջ հասարակությունը իմանալու որ եկեղեցին գլխավորում են մորթապաշտներ, այսինքն մարդիկ, ովքեր սեփական արատների վախերի տակ գնացել են իրենց հոգևոր եղբայրներին դավաճանելու։ Դա հասարակության այնքեսին, որը չէր ուզում այդպիսի բան լինի, առհասարակ դուրս է դնելու եկեղեցին, կարող մարդիկ չճանաչեն, որ այս մարդիկ եկեղեցի են։
Իսկ այն մյուս կեսը, որը ավելի Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի կողմնակիցները, իրանք առանձնապես այս տարվածել չեն հոգևոր կյանքով, իրանց համար sense տնեց եկեղեցին ծիսակարգային բնույթ ունեցող կազմակերպություն է, երեխեքի կնունքներին սիրուն ֆոտոներ ունենում հերիք